Ուրեմն առաջի քայլը լինելու է կադրային քայլը, թե ում հետ ենք աշխատելու եւ բացի դրանից երկրորդ քայլը նորից համատեղ, այդպես ասեմ, պետք է անպայման տեխնազուներին հրավիրեմ ինձ քննարկելու բոլորի ծրագրերը։ Եվ վերջում ընդհանուր հայտարարի գալուց հետո, ուրեմն անցնելու ենք մեր ծրագրերի իրականացմանը։ Օրինակ կոնկրետ աշխատավարձերի բարձրացման հարցն եմ բարձրացնելու եւ դրա լուծումները, թե ոնց ենք գտնելու, բյուջեն ոնց ենք ավելացնելու, որ կարողանանք մարդկանց աշխատավարձը բարձրացնենք։ Ուրեմն ես գիտեմ, դա ինչ սկզբունքով պիտի անենք, ոնց պիտի անենք եւ որտեղից պետք է բյուջեն ավելացնենք։ Դա մեկ։ Այլ հարցեր։ ՔՊԻ-ն էլ է հրավիրելու։ ՔՊԻ տեխնիկան էլ է հրավիրելու։ Այո, չկա, մենք մեր գործը կանենք։ Բյուջեն կարողանանք Բոլորի եւ չմասնակցի։ Երեխեք, ինպես արեք, որ ես լսեմ։ Բյուջեն կարողանանք ընդունել, պարոն Ղուկասյան, եթե ԿՊ-ն չմասնակցի։ Բա հիմա ոնց ընդունեցինք։ Բայց ես մտածում եմ, որ ԿՊ-ն էլ պետք է մասնակցի եւ այնտեղից էլ շատ մարդիկ պետք է լինեն, որ մասնակցեն, որովհետեւ իրենց մեր քաղաքի բոլորիս համար է։ Սա միայն սա Ղուկասյան Վարդանի մասին չի խոսքը։ Սա ժողովրդի մասին է խոսքը։ Իրանք ինչ քայլ որ անեն, դա ժողովրդին են անելու։ Ղուկասյանի խնդիրը չէ այստեղ։ Այստեղ քաղաքի բնակչության խնդիրն է։ Եթե իրենք պիտի ոտ պահեն բնակչությունը իրենց կարծիքը կասի իրենց նկատմամբ դիմացի ընտրություններին։ Մարտուն Գրիգորյանի հետ խոսել եք, շնորհակալություն հայտնելու եք, որ ձեզ քաղաքապետ դարձրեցիք ուժը։ Գիտեք, այդպես ասել եմ մի քիչ սիրուն չէ, բայց ես երբ տեսնեմ, ինչ է պատահը, ես խնդիր չունեմ, ասել եմ, ես իրենց ողերիմ թշնամի չեմ ճանաչում, ես իրենց ազգի հետ, իրենք մեր ազգի հետ շատ բարի դրացիական հարաբերություններ ունենք, ուղղակի դուք որ չխառնեք, ամեն ինչ լավ է։ Ձեզ ասում են, որ սա բյուրոսյան հաղթանակ է։ Ինչի։ Բյուրոսյան հաղթանակ է, որովհետև դուք ամեն անգամ կարևոր որոշումներ կայացնելիս պիտի Մարտուն Գրիգորյանի դուռը գնաք, որ նրանից ձայներ խնդրեք, պատրաստ եք նրա դուռը։ Ես ոչ մեկի դուռը չեմ գնա։ Ուրեմն ես կաբրեմ այնպես, ինչպես ապրել են ուրեմն ընդդիմադիր քաղաքապետերը։ Ինչպես եղել է կարգը, ոնց որ մարդիկ ուրեմն ապրել են, ես այդ սկզբունքով կաբրեմ։ Ես ոչ մեկի դուռ չեմ գնում ընդհանրապես։ Սրբի դուռ գնում եմ միանշանակ։ Բայց ես համերաշխությունը իմ զենքն է, համերաշխությունը, ուրեմն ներողամտությունը, համերաշխությունը իմ զենքն է, ես դրանով միշտ առաջնորդվել եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում։ Ամեն դեպքում որոշումներ կայացնելու Դուք ասացիք գլխիկոր հետ են գալու եւ շարունակելու։ Կաբրենք կտեսնենք, ովքեր որ համարձակ մարդիկ են, ովքեր սիրում են իրենց քաղաքը ամեն ինչից շատ, եւ ասենք քաղաքական պատվերները իրանց համար երկրորդական է, քաղաքի շահը առաջնային է, ուրեմն անպայման այդպիսի մարդիկ կմասնակցեն։ Բայց ովքեր որ միանշանակ կուսակցական են, ամեն ինչից վեր, ամեն ինչից շատ ասում են, ուրեմն կուսակցությունը, մենք էլ կտեսնենք յուրաքանչյուրին իր գնահատականը եւ ես կտամ եւ ժողովուրդը։ Դուք ասացիք, որ պատասխանը կտակ այնպես, ինչ իրենք կանեն։ Հիմա արժանի պատասխան քաղաքացիական պայմանագրին տալու եք, թե Ինչ մենք էլ չմասնակցենք։ Թե շարունակում եք պնդել, որ Նիկոլ Փաշինյանը եթե գա, գոնե աթոռը հարգելով կընդունեք։ Հիմա Ուրեմն ես մի բան եմ ուզում ասել, ես մի բան ասեմ ձեզ։ Ալեքսեյ Մատվեիչը կար, Օղորմի իրան, շատ մեծ մարդ էր երկրում։ Մի օր ինձ բախտ վիճակվեց հաց ուտելու իր հետ։ Մեկը դարավ, չեմ ուզում ասել, որ վարչապետին ինչ որ մի բան ասեց։ Ալեքսեյ Մատվեիչը դարավ ու ասեց. դե, իրեն չեք հարկում, աթոռը հարկեք։ Ես այդ սկզբունքը որտե գրել եմ իմ մեջ, աթոռը կհարկեմ, բայց պավիդենին, ոնց կպահեն, ինչ ձևի կանեն, какой привет, такой ответ։ Պարոն Ղուկասյան, իսկ մյուս խմբակցություններից լուրջ անհանգստություններ ունեիք ու ասում եք դիմակները պատրելու են։ Որոշ մարդկանց ում դիմակը պատրեցիք քվեարկությունից արդեն հետո։ Ինչ էի ասում։ Դիմակները պատրելու են։ Բա դիմանները պատրվում է շատ մարդկանց։ Հիմա որ տեսեք մարդիկ որ չեն մասնակցում, որ մարդիկ շատ չեն մասնակցում, բան չեն անում, հիմա մարդ կա որ դիմակ չուներ, մարդ կա դիմակ ուներ։ Հիմա այդ բաները դեպի շատ չեմ ուտել։ Պարոն Ղուկասյան,
Աղջիկ ջան, դու իսկական փոքր աղջիկ ինչ վրեժխնդրությունների մասին ես մտածում։ Մենք ընդհանրապես վրեժխնդրություններ չունենք, հասկանալի է։ Այսքան հավատք ունեցող մարդը կարող է վրեժխնդիր լինի։ Դու չես տեսնում, ես այնքան ներողամիտ մարդ եմ, որ ես իրոք այդպեսին եմ, էլ ինձ ձևական չէ։ Բան չունեմ, դիմակ չունեմ։ Պարոն Ղուկասյան, տեսեք, որոշում դուք կզսպեք ձեր շրջապատը։ Իմ շրջապատը ամենախելոքն է, ուրեմն լավ իմացեք, ես այնպեսի բնավորության տեր մարդ եմ, եթե որևիցե մեկը ոտնձգություն անի, առաջինը ես նրանց նկատմամբ, իմ մոտիկների նկատմամբ խիստ եմ, ես նախ իմ նկատմամբ եմ խիստ, հետո իմ մոտիկների, այդքան որ դուք սարքել դրման եք արել, այսպես հանել եք, բան եք արել, այդպես չի, դա այդպես չի, հիշեք։ Պարոն Ղուկասյան, ձեր որոշումները կայացնելիս ամեն դեպքում դուք պետք է հաշվի նստեք նաև ընդդիմադիր մյուս խմբակցությունները, ես չգիտեմ, ընդդիմադիր լինել իշխանական լինելու հիմա մյուսները, ովքեր քվեարկեցին։ Հիմա ամեն դեպքում կախվածություն եք ունենալու այդ խմբակցությունների անդամներից, իրենց ձայներից։ Կարելի ասել, ձեր աթոռի խաղալու է։ Ո՞նց եք։ Քննարկելու ենք բոլորի հետ յուրաքանչյուր որոշում քննարկելու ենք, դրանից հետո որոշում ենք կայացնելու։ Աթոռներ, այս աթոռը հանգիստ է, այս քաղաքապետի աթոռը չի խաղա։ Մարդը կարող է խաղա, աթոռը չէ։ Պարոն Քննարկումները լինելու կասեմ։ Կասեմ, քննարկումները լինելու կասեմ։